Ողջույն սիրուններս, բարի գալուստ Արևի խոհանոց։ Այսօր մեծ սիրով պատրաստելու եմ ամենաարագ պատրաստվող փքաբլիթները։ Փքաբլիթներ, որոնք պատրաստվում են առանց խմորիչի եւ շատ հեշտ, միևնույն ժամանակ շատ համեղ։ Առաջին հերթին կպատրաստենք կրեմը։ Փքաբլիթների համար ամենահամեղ կրեմը դա եփովի կրեմն է։ Ինչ է հարկավոր մեզ եփովի կրեմի համար։ Մեզ հարկավոր է կես լիտր կաթ, 300 գրամ շաքարավազ, 1 թեյք թալ վանիլին, 4 ճաշի գթալ ալյուր, 2 ձու և 150 գրամ կարագ։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել կրեմը։ Ամանի մեջ լցնում ենք շաքարավազը, ալյուրը, այս ամենը լավ խառնում ենք։ Ավելացնում ենք ձուն, և քիչ-քիչ ավելացնում ենք արդեն կաթը։ Զանգվածը լավ խառնելուց հետո տեղափոխվում ենք գազօջախի մոտ, դնում ենք գազօջախի վրա մալմանդ կրակի վրա հասցնելով եռման աստիճանի։ Ահա թանկագիններս արդեն մի քանի րոպե է ինչ եռում է մեր զանգվածը, կրեմը արդեն պատրաստ է։ Գազօջախը անջատում ենք, ավելացնում ենք վանիլինը և կարագը։ Արագ-արագ խառնում ենք, որպեսզի կարագը լավ լուծվի։ Ահա թանկագիններս, տեսեք, թե որքան լավ կրեմ եմ ստացել, հոյակապ կրեմ։ Հիմա կծածկենք և կթողնենք ամբողջովին քսառի, այդ ընթացքում կպատրաստենք խմորը։ Խմորի համար մեզ հարկավոր է 1 բաժակ լիքը մածուն, ինձ մոտ մածունը կշռում է 370 գրամ։ Մածունի վրա ավելացնում ենք 1 թեյիկ թալ սոդա, մի լավ խառնում ենք, մածունի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ ձեթ։ Ավելացնում ենք 2 ձու և այս ամենը լավ հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո արդեն ավելացնում ենք ալյուրը։ Ավելացնում ենք այնքան ալյուր, որ ձեռքերը մաքուր դուրս գա խմորի միջից։
Ահա թանկագիններս խմորը արդեն պատրաստ է, հոյակապ, չտեսնված, փափուկ, լավ խմոր ենք ստացել։ Հիմա կծածկենք վրան եւ կթողնենք հենց խոհանոցային սեղանին մնա 1 ժամ, որպեսզի գունդը հանգստանա։ Ընդհանուր խմորին գնաց 650 գրամ ալյուր։ Վերջում սեղանի վրա կարող եք 1 ճաշի գթալ ձեթ լցնել, որպեսզի խմորը հեշտ եւ արագ հավաքեք իրար վրա։ Այսպես։ Հիմա կծածկենք 1 ժամ կհանգստանա, այնուհետև կշարունակենք, կձևավորենք փքաբլիթները։ Վրան պարտադիր ծածկում ենք, որպեսզի խմորը չչորանա։ Արդեն անցավ 1 ժամ, խմորը լավ հանգստացել է, իսկ կրեմը արդեն կիսով չափ սառել է։ Տեսեք։ Անցնենք գործի, ձևավորենք արդեն խմորը, որպեսզի խմորի հետ ավելի հեշտ աշխատենք, մեզ հարկավոր կլինի ձեթ։ Ձեթով կաշխատենք, որպեսզի կարողանանք հեշտությամբ ձևավորել փքաբլիթները։ Ձեռքերը մի փոքր ձեթ ենք անում, սեղանը նույնպես։ Բացում ենք խմորը։ Փքաբլիթները կարող ենք պատրաստել 2 տարբերակով։ Կարող ենք խմորը բացել եւ այսպիսի ձևաչափով կտրել, կլոր մեծ փքաբլիթներ ստանալ, տապակել, այնուհետև նոր կրեմը լցնել։ Կամ կարող եք միանգամից փոքրիկ գնդիկներ պատրաստել, կրեմը դնել, նոր տապակել, ինչպես դուք եք սիրում թանկագիններս, ինչպես որ ձեզ դուր է գալիս։ Հիմա մենք ինչ կանենք։ Առաջին հերթին կբաժանենք փոքրիկ գնդիկների, մի քանի հատ, կրեմը կդնենք եւ կտապակենք։ Իսկ մի մասը կտրենք այդ տարբերակով, կպատրաստենք։ Ձեռքերով մի փոքր խմորը բացում ենք, դնում ենք կրեմը, մոտ 1 ճաշի գթալի չափով և հավաքում ենք եզրերը։ Այսպես, եզրերը մի փոքր վրա ենք բերում, կսմթում ենք։ Ահա թանկագիններս։ Եվ դնում ենք մի կողմ, որպեսզի հանգստանա, մինչև ամբողջ գնդերը պատրաստենք։ Բոլոր գնդերը կպատրաստենք այդ տարբերակով։ Եզրերը մի փոքր բացում ենք, մեջտեղի մասում շատ չենք բացի, որպեսզի հետո կրեմը դուրս չգա և չհոսի։ Մի փոքր զգուշությամբ ենք աշխատում, որ չծակվի, չվնասվի։ Ահա, վերջ։ Դե ինչ, բոլոր փքաբլիթները ձևավորեմ, այնուհետև շարունակենք։ Ահա թանկագիններս, փքաբլիթները արդեն պատրաստ են, ես բոլորի մեջ կրեմը դրեցի, ձևավորեցի, այժմ տեղափոխվենք գազօջախի մոտ և առատ ձեթի մեջ տապակենք։ Ինձ մոտ ստացվեց 18 փքաբլիթ, այս չափաբաժնով այս խմորից կարող եք ստանալ մոտ 20-ից
23 հատ փքաբլիթ, քանի որ ես մի քանի հատը շատ մեծ եմ պատրաստել երեխաների համար, ցանկացան, որ մեգա փքաբլիթներ ստանանք մեծ, ես մեծ եմ պատրաստել, եթե գնդերը համաչափ անեք, ավելի շատ կստանաք։ Դե ինչ, տեղափոխվենք գազօջախի մոտ, շարունակենք այնտեղ։ Գազօջախի վրա դնում ենք թավան կամ կացան, մեջը լցնում ենք առատ ձեթ։ Կթողնենք լավ կտաքանա, այնուհետև նոր փքաբլիթները կիջեցնենք ձեթի մեջ։ Ձեթը լավ դաղվելուց հետո արդեն իջեցնում ենք փքաբլիթները ձեթի մեջ կարի կողմով։ Եվ իջեցնում ենք գազօջախը, որպեսզի մարմանդ կրակի վրա լավ տապակվի։ Ահա թանկագիններս, փքաբլիթները արդեն պատրաստ են, երկու կողմից լավ տապակում ենք և արդեն տեսեք, թե որքան փքուն և լավ փքաբլիթներ ենք ստացել։ Այսպես տապակում ենք բոլոր փքաբլիթները, ամբողջը տապակեմ և ցույց տամ վերջնական տեսքը։ Ահա թանկագիններս, մեր համեղիկի վերջնական տեսքը, հրաշք փքաբլիթներ ստացանք, առանց խմորիչի, մածունով, շատ արագ և շատ համեղ։ Ասեմ, որ բաղադրատոմսը ինձ էր տվել իմ շատ սիրելի հետևորդուհի Տիկին Նարինե, որը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Շնորհակալ եմ շատ Տիկին Նարինե համեղ բաղադրատոմսի համար։ Եվ իհարկե վերջում փքաբլիթները մատուցում ենք շաքարի փոշիով։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս բաղադրատոմսը, ինչ շատ դուր եկավ, դուք էլ պատրաստեք և վայելեք, հարցերի դեպքում գրեք, սիրով կպատասխանեմ։ Եթե հավանեցիք, չեք մոռանում լայքել, կիսվել ընկերների հետ, որպեսզի շատերը տեսնեն այս համեղ բաղադրատոմսը։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ տեսանյութին։